Բարոյ հարգելի գործընկերներ, հոդված 3 ակումբում այսօր տեղի կունենա քննարկում նվիրված տնտեսության ուրեմն իրավիճակին Հայաստանում, տնտեսությունում տիրող իրավիճակին։ Գիտեք, երեք հրապարակվել էին նավիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ակտիվության ցուցանիշները, օպերատիվ ընթացիկ տվյալները, եւ մենք դիտարկելով նաեւ այդ տվյալները կփորձենք ամփոփել նաեւ ինչ որ առումով տարին, փորձելով հասկանալ թե ինչ իրավիճակ ունենք տնտեսությունում տարվա կտրվածքով, ինչու՞ չէ նաև որոշակի համեմատություններ անցկացնելով նաև հետհեղափոխական կամ հետհեղափոխական իրավիճակին, թե որքանով է նաև կառավարությունը մոտ կամ ինչ քայլեր իրականացնում, ինչպես ասում են նաև կառավարության ներկայացուցիչները, տնտեսական հեղափոխություն իրականացնելու ուղղությամբ։ Տնտեսություն ընթացիկ իրավիճակը տնտեսական հեղափոխության հեռանկարը թեմայով է քննարկումը։ Բագրատ Ասատրյան, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Garni Invest գործադիր տնօրեն։ Լավ։ Կամ կարող եմ ասել, որ թվից որ թիվը։ Որ թվից որ թիվը։ Արտակ Մանուկյան, Հայ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական տնտեսագետ, Հարսիկ Միասյան, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ, նաև պատգամավոր նախկին։ Շնորհակալ եմ ձեզ, պարոնայք, մեր հրավերն Շնորհակալ եմ ձեզ մեր հրավերը ընդունելու և ներկա գտնվելու համար։ Պարոն Ասատրյան, եկեք ձեզանից սկսենք, հրապարակվել են տվյալները, տնտեսական ակտիվության ցուցանիշները, ուրեմն 3.6% նոյեմբերի մասով աճ, 5.7% հունվար-նոյեմբեր կտրվածքով, ուրեմն աճ որոշակի մտահոգիչ տենդենսներ, արդյունաբերության ոլորտի հետ կապված եւ այլ։ Խնդրեմ ձեր դիտարկումները։ Երկու խոսք են խանդուր, մեր պատմության, մեր երկրի պատմության, այսպես ամենահետաքրքիր տարիներից մեկն էր, մի դժգույն տասնամյակից հետո, վերջինը առավելից վերջին տասնամյակը, որը ոչ մի բանով աչքի չեկավ, խոսում ենք տնտեսության մասին, խոսում ենք քաղաքական մասին, խոսում ենք ապրանքին եւ այլ խնդիրներին, Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով եւ դժգույն տասնամյակից հետո, որը ցավոք շատ հատկանիշներով իսկապես նահանջների, կորուստների տասնամյակներ, վկա տնտեսական ընդհանուր վիճակը, վկա սոցիալական վիճակը, չգիտեմ, ռազմաքաղաքական եւ այլը, հույս առաջացավ։ 18 թվականը իմ կարծիքով ամենաառաջի հատկանիշը, որով 18-ը մտել է պատմության մեջ, այդ արթնացումն էր, հասարակության արթնացումը, հույսի վերականգնումը։ Եվ այսպես հենքի վրա տնտեսության մեջ ինչ որ գործընթացներ տեղի ունեցան, ասեմ, որ սպասվածի շրջանակներում էր։ Ես եթե չեմ սխալվում, 1 թե 2 ամիս առաջ այստեղ խոսում էինք սպասվող տարվա սպասվող ցուցանիշների մասին եւ ես գնահատականը, եթե չեմ սխալվում, այստեղ էր ասի, որ 5.6% տնտեսական աճ ակնկալելը այս տարվա համար շատ լավ թիվ է։ Շատ լավ թիվ է, որովհետեւ տնտեսության մեջ որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում։ Եվ այստեղ պետք է շատ անկեղծ եւ բաց լինենք, ակնկալել, որ կես տարվա մեջ տնտեսությունը, որը որոշակի տեսք ուներ, այդ որոշակի տեսքի մեջ առաջի հատկանիշները մշտապես եղել են այն, ինչ մասին շատ չեմ ուզում խոսել։ Կոռուպցիա, մենաշնորհներ, բիզնես իշխանության սերտաճում, որը այսօր քանդվում է, գործընթացը դեռ կա, շարունակվում է, կես տարվա մեջ չի ավարտվելու։ Այս պայմաններում մեծ թռիչք, մեծ զարգացում անած քաղաքական դաշտում են էական տեղաշարժեր տեղի ունենում, տեսեք վերջինը պարլամենտական ընտրություններն էին, սպասել պետք չէր եւ պետք է ակնկալենք իմ կարծիքով հենց այս արդյունքը մոտարապես 5.6% տնտեսական աճ տարվա արդյունքներով, եւ որոշակի այսպես բովանդակային տեղաշարժեր, որոնց պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետեւ այստեղ կա եւ դրականը, որը պետք է առաջիկայում ձևավորվի նոր կառավարությունը, զինվի այդ դրականը ուսումնասիրելով եւ փորձես դրական փորձը փոխանցել դեպի ապագա, ինչպես նաեւ բացասականը։ Այստեղ կան եւ ակնհայտորեն նաեւ կորուստներ, բաց թողումներ, որոնք եւս պետք է որոնց ուղղությամբ եւս պետք է խոսենք։ Եթե խոսենք տնտեսական ցուցանիշների մասին, տեսեք, դրականների մեջ ես կառուցնացնեի մի երկու գործոնը կմատնանշեի նաեւ բացասականները։ Բացասականների մեջ իմ կարծիքով
այդ արտաքին արևի այդ համամասնությունների էական փոփոխություններ։ Տեսեք, մենք նախկինում 2 տարի առաջ մենք ունեցել ենք մոտ առաջանցիկ էքսպորտի աճ ենք ունեցել 3-4 տարի։ Իմ կարծիքով դա նվաճում է, որը այս տարվա ընթացքում նախորդ եւ այս տարի մենք կորցնում ենք։ Այս տարվա արդյունքներով արդեն ներմուծման աճի տեմպերը ավելի քան կրկնապատիկ անգամ գերազանցել են արտահանման աճի տեմպերը։ Նու խնդիրներ էլի կան, այստեղ երբ որ խոսում ենք խնդիրների մասին, պետք է տեսեք, գյուղատնտեսությունը մեզ պետք է նպահույթի, որովհետև այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը հանդիսանում է զբաղվածության ապահովման իր մեկ ոլորտ, ամենաշատ զբաղվածները դեռևս մնում են գյուղատնտեսության մեջ եւ այս ոլորտի կրճատումը նշանակում է այսպես մեզ ամենաշատ հուզող խնդիրներից մեկը։ Նու դրականներից էլ 1-2-ը ասեմ, բացի որ 5 րոպեի մեջ չեմ փոխ ամբողջը։ Տեսեք, կառուցվածքային տեղաշարժերը, որտեղ առողջ միտումներ կան։ Տեսեք, մենք այո ունենք մոտարապես պատկերացնենք 5.5-6% համարենք տնտեսական աճ, այս պարագայում բանը արդյունաբերության աճի տեմպերի նվազում ունենք, բայց արդյունաբերության աճի տեմպերի նվազման հիմնական պատճառը հանքարդյունաբերության ոլորտի կրճատումն էր։ 9-10 ամիսների արդյունքում ես ցուցանիշների հիշում եմ, մոտարապես 13%-ով նվազում էր տեղի ունեցել, որը եւ պայմանավորվել է արդյունաբերության աճի տեմպերի նվազումը եւ սրա կողքին կային նաեւ դրական տեղաշարժեր, մշակող արդյունաբերության ավելի բարձր տեմպը, այնտեղ օրինակ արտադրություններ, որոնք ավանդական են եղել Հայաստանի համար եւ առաջիկայում էլ պետք է այս ոլորտները զարգանան, որը զբաղվածություն եւ այլ, չգիտեմ, հագուստի արտադրություն, չգիտեմ, եւ այլ։ Այսինքն սա է եւ մանրակրկիտ իհարկե ուշադրության առարկա պետք է դառնա եւ որ այս դրական տեղաշարժերը բազմարկվեն, բազմապատկվեն, իսկ բացականը վերացվեն։ Համենայնց մոտենում ենք մի նոր սահմանագծի, այդ սահմանագիծը իմ կարծիքով լինելու է նոր կառավարության ձևավորումը, նոր ծրագրի մշակումը, որովհետեւ եթե խոսում ենք այս տարվա արդյունքների մասին, տեսեք, նոր կամ նորացված իշխանությունը այդպես էլ չկարողացավ գտնել այդ ծրագրային այն մոտեցումները, որով երկիրը առաջ պետք է տանի։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ մենք ունեցանք 2 փաստաթուղթ շրջանառության մեջ դրվեցին, որոնք որոշիչ պետք է լինեին տնտեսական քաղաքականության եւ տնտեսական զարգացումների համար։ Դա միջին ժամկետ զարգացման ծրագիրն էր, որը հունիս ամիսներին ընդունվեց առաջիկա 3 տարիների համար, որը դժգույն ուղղակի փաստաթուղթ էր, այլ կերպ չէի կարող անվանել եւ 19 թվականի պետական բյուջեն։ Պետական բյուջեն իմ պատկերացնամ ավելի շատ այսպես նախկինի ու նորի փոխ համաձայնեցված ինչ որ խառնաշփոթ տարբերակներ, որը չուներ որոշակիություն, որը չուներ հստակություն, որտեղ դրված չէին այն խնդիրները, որոնք եւ պետք է գալիք տարվա ընթացքում լուծեին։ Ինչևէ, սրանք են խնդիրները եւ կարծում եմ առաջնային կրկին լինելու է ծրագիրը, որով հանդես է գալու նոր կառավարությունը, համապատասխան իմ կարծիքով առաջի հատվածը, կարևոր հատվածը դինելու են կառուցվածքային բարեփոխումները։ Այլ որ խոսում ենք, չգիտեմ, կոռուպցիայի մասին, չգիտեմ, մենաշնորհներ կամ իշխող դիրք ունեցողներ, այս ամեն ինչը պետք է ինստիտուցիոնալ տեսք ստանա։ Հակառակ դեպքում են երևույթները բարձրական, որ ունեցել ենք, վերականգնելու է։ Նույնը ըստ ոլորտների հարկային, չգիտեմ, բյուջետային, դրամարկային, որտեղ անելիքներ եւ կարևոր մի ոլորտ պետությունը պետք է կերպարափոխվի։ Պետությունը պետք է վերափոխվի եւ այդ պետությունը իդեմս կառավարությանը եւ այդ սպասումը հասարակության մեջ կա, հասարակության մեջ այդ սպասումն պետք է խրախուսվի, այդտեղ դուք շատ բաներ ունեք անելու, եթե դա դարձավ եւ մնաց պահանջ, իմացեք մեր գործերը առաջ են գնալու։ Իմ կարծիքով վերջի նախադասությունը ասեմ, որ ընդհանուր տարին ես դրական եմ գնահատում։ Տեսեք, երկար բացակայած ժամկետ ընդմիջումից հետո մենք նորից ունենք ընտրված ազգային ժողով։ Հավատացեք, ես միշտ ասում եմ, ինձ ներկայացրեք իբր առաջի պարլամենտի անդամ, երկրորդ ինքը օրենսդիր մարմինը կարևորագույն օղակներից մեկն է, բայց խոսքը չի կարող գնալ այն մարմնի մասին, որ մենք միջև այս դարուն ունեցել ենք այդ կոչած սեղմողների։ Դրանք չարիք էին մեր հասարակության, մեր պետության եւ ցանկացած ոլորտի, այդ թվում նաև տնտեսական ոլորտի համար։